Իմ թանկագին ընտանիք, նստեք իմ բոլոր սիրելիներ, մամայի համար ընտանեկան լուսանկար ենք անում։ Արա, ինչի համար է այս պատերազմը։ Էդ մենք չենք։ Ինչի համար, ինչ պատերազմ։ Այ քեզ բան, ինչ կռիվ, ինչի մասին եք խոսում։ Մի ներվայնացիր։ Ինչ բան է պատերազմը, իրար սպանելը, հա։ Չէ, այդ ռմբակոծություններն են, ռմբակոծումներն ինքնաթիռից։ Ամբողջ ընտանիքներ կոտորվեցին։ Դա քաղաքականությունն է, Ռուսլան, դա ոչինչ ոչ էլ քո բանն է։ Ծնվելիս մայրս ինձ Զեյնաբ անունն է տվել, ի պատիվ երգչուհի Զեյնաբ Խանլարովայի։ Մայրս նրան շատ էր սիրում, բայց Առաքելյանն ու Զեյնաբը մի տեսակ իրար չէին բռնում։ Ես վերցրի ամուսնուս ազգանունը։ Քաղաքում ով ինձ որպես Զեյնաբ է ճանաչում, կանգնեցնում, խոսում է հետս։ Երբեմն անգամ երեխաներս են հարցնում. «Մամ, իսկ ո՞րն է ճիշտը»։ Ասում եմ երկուսն էլ ճիշտ են, երկու անուններն էլ իմն են։ Իդեպ, մեր ընտանիքն ինտերնացիոնալ է։ Սկեսուրս ռուս է, սկեսրայրս ու ամուսինս հայ, իսկ ես ադրբեջանուհի։ Պատերազմի ժամանակ դոնոր եմ եղել։ Ես առաջին խմբի բացասական արյուն ունեմ։ Դա այն ժամանակ շատ հազվադեպ խումբ էր համարվում։ Մի օր, երբ աղջկաս նոր էի ծննդաբերել, տեսնեմ հետևիցս են եկել, խնդրում են։ Մեզ արյուն է պետք, թեկուզ մի քիչ։ Հրամանատարի ոտքը կտրվել ընկել է։ Բայց ո՞նց կլինի, ախր ես նոր եմ ծննդաբերել, ինձ չի կարելի։ Բայց այնպես ստացվեց, ես չնայեցի օրենքով կարելի է, չի կարելի։ Մարդկային սկզբունքներ այն ժամանակ չէին անցնում։ Պետք էր, ուրեմն պետք էր։ Ես անձամբ ամբողջ պատերազմն այնտեղ եմ անցել։ Ոչ միտեղ չեմ գնացել։ Նկուղում եմ ապրել երեխայի հետ։ Բա ինչ անեինք, չպաշտպանվեինք, ախր նրանք մեր հողը կմտնեին։ Քեզ ինչքան հող է պետք։ Արի ես քեզ կտամ։ Ինձ ոչ մի բան էլ պետք չէ։ Ես բնակարան ունեմ, դա ինձ հերիք է։ Ես 50-100-ական հող ունեմ։ Արի քեզ կտամ, այ քեզ բան։ Թող Աստված քեզ առողջություն տա։ Շնորհակալ եմ, չեմ ուզում։ Ողջ առողջ մարդը չէր կարողանում Երևան գնալ։ Ամենտեղ փակ էր, մարդիկ սոված էին։ Ոնց որ Լենինգրադի բլոկադան, նույն վիճակն էր, որ պատմեմ, մազերդ բիզբիզ կկանգնեն։ Էլ մաս չի մնացել։ Ոչինչ, ինչքան որ կա։ Ես ոչ մի անգամ չեմ լսել, որ ասեն, բա ինչու, բա այդ ոնց է, որ դու այստեղ ես, կամ ինչու ես դու նկուղը մտել, իսկ ձերոնք ու գլխին ռումբ են թափում։ Ինչ տարբերություն, թե ես այն ժամանակ ով էի։ Քեզ այստեղ ընդունում են որպես մարդ, որպես բնակիչ։ Ես այստեղ եմ ծնվել, այստեղ եմ մեծացել։ Մենք բոլորս հայ, ռուս, ադրբեջանցի։ Միասին էինք հացի նստում, միասին էինք թաքնվում ռումբերից։ Ես իմ նկուղում երեխաներիս, հարևաններիս հետ։ Ես էլ հղի վիճակում հոգ էի տանում ռազմաճակատից եկած տղամարդկանց համար։ Սկեսուրս ու սկեսրայրս իրենց տան նկուղում էին։ Ու ամեն մեկը մտածում էր մի կերպ գոյատևելու ու ողջ մնացածներին օգնելու մասին, հասկանում եք։ Ես 10 տարի ամուսնացած եմ եղել։ Իմ ամուսինը մի անգամ չի ասել, քո արյունը սև է, գնա, դու ինձ համար օտար ես։ Մեր մեջ նման բան չի եղել։ Սեպտեմբերի 11-ին օմոնականներն Արմենին Շուշի տարան։ Դե մեղադրում էին երկու ադրբեջանցիների սպանության համար։ Նա այնտեղ 11 ամիս նստեց։ Ես մի երեխայիս կորցրի, ահավոր վիճակում էի։ Հետո Արմենին բաց թողեցին, դրանից հետո էլ պատերազմը սկսվեց։ Այդպես ձախորդությունները եկան մեկը մյուսի հետևից։ 6 ամիս հետո նրան սպանեցին։ Ոչինչ չեմ հիշում, միայն պիտաչոկն եմ հիշում։ Խնդողնի էինք խմում, գիտեք այդ գինին։ Հա, իհարկե։ Եկող տարի արժի դրանից բերել։ 87 կոպեկ արժեր։ Հա, հիմա էլ է էժան, բայց համով։ Այդ թթի արաղի, ներեցեք արտահայտությանս, ահավոր հոտը տանել չեմ կարողանում։
Մորս պատմելով ինքը մեծ ընտանիք է ունեցել։ Իրենից մեծ երկու եղբայր են եղել եւ իր զույգը Քերի Ֆաթալին։ Նա երաժիշտ էր։ Հենց շքերթը սկսվում էր, առջևից նա էր գնում։ Բոյով, բուսաթով զինվորները նվագում էին բում, բում, բում։ Իսկ նա առջևից պամ, պամ, պամ։ Երաժշտության հետ անցնում էին հրապարակով։ Բոլոր երեխաները հրճվում էին, երբ նա նվագում էր։ Իմ քերին, վայ, ոնց էի նրան սիրում, խտացրած կաթ էր բերում, այն ինչ որ ես սիրում էի, պահածո մսով գրեչկայի շիլա։ Այդ բոլորը զինվորական նորապահիկներ էին, քաղաքում այդպիսի բաներ չէին ծախում։ Կգար, կգրկեր, կիրզայի սապուգները կհաներ, գարշահոտ, հոտավետ, ինչ ասեմ։ Հրամանատարի ոտքեր։ Ասում էր ջուր դիր խնդրում եմ, մի քիչ դինջանամ։ 92 թվականն էր, այսօրվա պես հիշում եմ։ Զինվորական մասը սկսեց տեղափոխվել, ու նա հայտնեց, որ ուզում է մեկնել, բայց փոքր աղջկա Օքսանայի հետ։ Նա 89 էր ծնվել, դեռ երեխա էր։ Սվետան ու Ռուսլանն արդեն Ուկրաինայում էին ապրում։ Դա այնքան անսպասելի ու արագ կատարվեց, մենք հազիվ հասցրինք հրաժեշտ տալ։ Արդեն 15 տարի է, ինչ քերիս գնացել է այստեղից։ Ես ուզում եմ Կրամատորսկ խոսել։ Ալո, ինձ լսիր Օքսանա, նրանք հավանաբար ինձ չեն ճանաչի, ես շատ եմ փոխվել։ Բայց ես կարճ շապիկով ու լայն շալվարով կլինեմ։ Մազերս էլ երևի կհավաքեմ։ Բա որ չճանաչեմ։ Տեսնես ոնց կլինի։ Ես ասում եմ այստեղ մի նկարեք խնդրում եմ։ Ինձ թույլատրել են։ Ով։ Ես ասում եմ մի նկարեք։ Տեսախցիկը ձեռքիցդ կվերցնեմ։ Ես համիթք էի անում, տեսնես ոնց կլինի, բա որ ձեզ չճանաչեմ։ Ինչ ես ասում, ոնց թե։ Ախր դուք ինձ չճանաչեցիք, չէ։ Հա, ես տեղը չբերեցի։ Մի կողմ քաշված կանգնել էիք, երևի չմոտենայիք էլ։ Չէ, ես չէի մոտենա, ես չճանաչեցի։ Մենք ուզում էինք տանը վերանորոգում սկսել, երբ զանգեցիր։ Ամեն ինչ կարգին է, ինչու ես անհանգստանում։ Այդ ես պետք է անհանգստանամ։ Գիտես, այս 3 ամիս է ես ինչ վիճակում էի։ Սվետան ընդհանրապես են աշխարհը գնաց, մինչև հանդիպեց քեզ։ Ոնց թե անհարմար է, ոնց կլինի։ Ախր ի՞նչն է անհարմար։ Դե լավ, Աստծո սիրուն։ Հիմա ինչ վիճակում որ կանք, ես ենք։ Ամեն ինչ նորմալ է։ Իմ սիրուն, իմ անուշ։ Վայ Աստված իմ, ոնց ես փոխվել, բայց դեմքդ լրիվ նույնն է։ Ինչ են ասում, թե չաղացել ես։ Օքսանա, թմբլիկս լաց մի լինիր։ Միթե դու ես։ Օքսանան գոնե ճանաչեց քեզ, մենք բոլորովին չճանաչեցինք։ Դեմքը չի փոխվել, դեմքն ու աչքերը նույնն են մնացել։ Ահագին ջանք եմ թափել։ Իսկ ես մի անգամից ճանաչեցի։ Հետո աչքերից ջոկեցի, որ դա զինկան է։ Քսյուշ, նայիր տեսախցիկին, Ղարաբաղում նայելու են։ Կնիհարեմ, տեսքի կգամ։ Տես է, նա հղի է։
Բա ոնց, կալվածատեր մարդիկ են, չէ։ Տուն ու տեղով, ներս ու դուրսով։ Я когда нервничаю и говорю им, Ես հենց ներվայնանում եմ, իրենց ասում եմ, ես ավելի լավ է Ստեփանակերտում ապրեի, քան թե ձերես կորած մոլորած տեղերում։ они говорят, что ты там нашел, некоторые говорят. Դրանք էլ ասում են, այնտեղ ինչ ես կորցրել։ Ты в раю Ես էլ ասում եմ, այնտեղ որ լինեիր, արքայության մեջ կապրեիր։ Ես Կրամատորսկում եմ արդեն 15 տարի։ Այն դրախտում ապրածս 40 տարվա հետ որ համեմատեմ, տարբերությունը մեծ է։ Միգուցե ուրիշների համար մեկ է, բայց ինձ համար տարբերությունը շատ մեծ է։ Ես սիրով կապրեի Ստեփանակերտում, բայց որոշ հանգամանքներ կան, որ ժամանակի հետ պիտի հարթվեն։ Իսկ հետո արդեն կարելի է գնալ։ Եվ կգնամ։ Ճիշտ է, արդեն լավ ծերացած կլինեմ։ Ասում էի, չէ, չի հերիքի։ Պետք էր ավելի մեծ ծածկոց առնել։ Իմ խոսքը եւ իմ բարեմաղթանքները ղարաբաղցիներին։ Թող Աստված իրենց անջատիր։ Նա այստեղ օտարության մեջ է, նրա տեղն այստեղ չէ։ Ես պինդ մարդ եմ, բայց տես է։ Միգուցե հենց հիմա էլ մեկնի, գնա բոլորին տեսնի ու հանգստանա։ Այդպես էլ է լինում։ Մի տխրիր։ Ամեն ինչ լավ կլինի։ Ճանաչեցի՞ր։ Ռուսլանին եմ ուզում։ Ահա Ռուսլանը։ Բարև։ Բայց դու իրեն ճանաչեցի՞ր։ Ոչ։ Ինչի համար է այդ պաշտոնական վերաբերմունքը։ Սա մեր մայրն է։ Բարև ձեզ, ես ձեզ նկարներով եմ տեսել։ Ռուսիկ, մաման խնդրել է քեզ գրկել ու համբուրել։ Նա սա տեսնում է, նայում է։ Դե հա, հետո։ Ամաչում է։ Ոնց եմ նրան սիրում։ Բարև։ Бабушка проголодалась. Я теперь всем буду рассказывать, что ко мне Кавказ. Ես հիմա բոլորին կպատմեմ, որ Կովկասցի զարմուհիս է եկել, այդպես։ Нету рука. Դե, վերցրու, խաղա։ Առաջին շեփորն էր դա։ Ես միշտ առջևում էի կանգնում, առաջին շարքում էի նվագում։ Դեռ հետն էլ չափ էի տալիս։ Շեփորահար էի։ Երբ շքերթն ավարտվում էր, մեր նվագախումբը փակում էր այն։ Վերջիններ անցնում։ Ու այդ ժամանակ ես հրահանգ էի տալիս։ Նվագախումբ, հավսար, Զգաստ։ քայլով, մարշ։ Ու բոլորը քայլում էին մեզ հետ։ Նվագախմբի հետևից ժողովուրդն էր գնում։ Ինչ սիրուն էր։ Արջևից տամբուր մաժորներ գնում, այսպես։ 1, 2, 1, 2 տեմպ էր տալիս նվագախմբին։ Նվագախումբը տեսնում էր, որ նրա գավազանը վերևում է։ Այսպես։ Տատիկին կողքին նստեցրեք։ Ժամանակն անցնում է ու իրենը տանում։ Ժամանակի հետ մարդիկ այնքան հաշտ ու համերաշխ կապրեն, որ զորով էլ չես բաժանի։ Մարդիկ կան, որ երևի դրան չեն հավատում, բայց հավատալ պետք է, քանի որ մշտական ոչինչ չի լինում։ Մարդիկ կմտերմանան, մարդիկ կսկսեն հարգել իրար, ընկերություն անել։ Այնպես որ կգա այդ ժամանակը, կգա այդ ոսկե շրջանը Ղարաբաղում։ Դրա համար էլ ես սպասելու եմ այդ օրվան։ Որոշ մարդիկ կարող է ասեն, այդքան ժամանակ ոնց պիտի սպասես, արդեն հասակը տարած մարդ ես։
Ես եմ հասակս առած։ Եթե մարդ ձգտում է ինչ-որ լավ բանի, հավատում է դրան, կարող է 100 չէ, 150 տարի էլ ապրել։ Հիմա դուք հնարավորություն ունեք։ Ձեր քույրը նայելու է այս ձայնագրությունը։ Անջատեք, հիմա ես չեմ կարող խոսել, որովհետև արցունքները խեղդում են։ Ոչինչ, ոչինչ։ Դե սպասիր խելքս գլուխս գա։ Մի վայրկյան շունչ քաշեմ ու կասեմ։ Չէ, չեմ կարողանա խոսել։ Նա հիմա մեզ է նայում։ Ես քեզ շատ սիրում ու հարգում եմ և քեզ ջերմ բարևներ եմ ուղարկում իմ ընտանիքի կողմից։ Եթե այդպիսի հնարավորություն լինի, ես կգամ, քեզ կտեսնեմ։ Վերջ։ Անջատիր, Աստված սիրես, թող ես հանգիստ մի շորի կտոր տուր։ Դուք ինչ եք հիշում մեր պատերազմից։ Ես ձեր պատերազմի մասին, մեր մասին։ Դու ով ես, որ ձեր պատերազմի մասին։ 15-16 տարի է անցել։ Դու այն ժամանակ այսքան էիր։ Այդ կռվի մասին ես գիտեմ։ Եղավ։ Ես շատ բան չեմ կարող ասել մեր Ղարաբաղյան պատերազմի մասին, բայց ես այնտեղ 6 անգամ մահվան դուրն եմ հասել։ 6 անգամ մահ եմ տեսել։ Հանիր գլխարկդ։ Հանգստացիր, այսպես ես պատկառելի տեսք ունեմ։ Ամաչում է։ Դու տեսած կաս, որ մահմեդականն առանց գլխարկի ման գա։ Դու ես մահմեդականը։ Դու կոմունիստ ես։ Ես կովկասցի եմ։